Ազգային ժողովը քննարկում է տրանսպորտի ուղևորձը չվճարելու համար նախատեսված տուգանքների նախագիծը։ Նախագիծը ներկայացնելիս տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը մանրամասներ է հայտնել, թե ինչպես է լինելու տուգանելու գործընթացը։ Նրա խոսքով վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվում է կատարել լրացում, որով տրանսպորտային վճարի չվճարման կամ այդ կրիչը չվավերացնելու համար առաջանում է տուգանք 15,000 դրամի չափով, եթե քաղաքացին օգտվել է ոչ իր կողմից ձեռք բերված կամ արտոնություն ունեցող անձի կրիչը կրող կարտից կամ արտոնությունից ընդհանրապես, ապա այս պարագայում սահմանվում է 15 հապատիկի չափով, այսինքն 15,000 դրամ, եւ 3 հապատիկի չափով է սահմանվում, եթե ունի նման հնարավորություն արտոնություն, սակայն չի վավերացրել կրիչը տրանսպորտային միջոցում, այսինքն տրանսպորտային միջոց բարձրանալիս ձեռք է բերել համապատասխան իրավունք, սակայն այդ իրավունքը չի վավերացրել, ասաց նա։ Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ եթե տեխնիկական խնդիր է առաջացել եւ տրանսպորտային ծառայություն մատուցողը չի կարողացել վավերացնել քաղաքացու ձեռք բերած կրիչն, ապա այդ դեպքում վարչական պատասխանատվություն չի կիրառվելու։ Նշենք, ազգային ժողովում քննարկվում է նախագիծ, համաձայն որի վարչական պատասխանատվություն կսահմանվի տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար։